Շարունակում է առավոտ լուսով վիկենդը սիրելիներս, իսկ այս պահին ուզում ենք սիրով ներկայացնենք մեր այսօրվա երկրորդ հյուրին, դերասանուհի, բլոգեր Անի Հովսեփյանն է մեր տաղավարում, բարի լույս Անի։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Հեշտ եք առհասարակ արթնանում։ Դե նայած ժամանակ, օրինակ, եթե գիշերը նկարահանման եմ լինում մինչև ուշ ժամի, առավոտյան իհարկե։ Մենք հասկացանք, որ զգացիր ինչ լավ այսպես դադար վերցրեց։ Դե ու փորձում էր արթնանալ։ Հասկացանք, որ շատ դժվար եք արթնանում, ինչպես նաև մենք։ Եվ արթնանալուց լավ, երբ որ արդեն արթնացաք, ձեր ուզած ժամին, որը հազվադեպ է լինում վստահ եմ, ինչպես է սկսվում օրը։ Ասեմ, վերջին շրջանում ռիտուալ ունեմ, անպայման մի փոքր սթրեչինգով եմ զբաղվում, այսինքն մարմնամարզությամբ, ջուր եմ խմում, հետո արդեն նախաճաշում եմ եւ անցնում իմ գործերին։ Հիանալի է, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք սուրճով առավոտ սկսելը, բայց քեզ մոտ կարծես առողջ առավոտներ են։ Իսկ երբ ու ինչու որոշեցիր հետևել այդ առողջ ապրելակերպի կանոններին։ Ճիշտն ասած, այսպես փոքրիկ դիսցիպլինա փորձեցի մտցնել, կարգ ու կանոն փորձեցի մտցնել իմ առօրյայում, որովհետև դե շատ լավ գիտեք դերասանի կյանքը ոնց է, ուշ գալիս ես, ուշ քնում ես, ուշ արթնանում ես, այսպես ամեն ինչ խառնվում է իրար։ Շուտ, արժի բայց այս մասնագիտությունով զբաղվել։ Դե լավ, մենք սիրում ենք այս մասնագիտությունը, եկեք չբողոքենք։ Չէ, բայց այս մասնագիտության կարևոր գործոններից մեկը դա կարգ ու կանոնն է, ու եթե դու սկսում ես քեզնից, քո միջավայրից, այո։ Մասին է խոսքը։ Այո։ Կարգ ու կանոն։ Առհասարակ, այո, բլոգինգի դեպքում էլ է, չէ, կարգ ու կանոնը շատ կարևոր։ Յուրաքանչյուր գործում է կարգ ու կանոնը կարևոր, կարծում եմ։ Շատ լավ, քանի որ գեղեցկին հարցեց բլոգինգից, ինչն էր պատճառը, երբ որ բլոգինգով որոշեցիք զբաղվել։ Իսկ ամենաառաջի տեսանյութը եւ որն էր այդ առաջի տեսանյութը։ Շատ պատահական է ստացվել։ Ես այդ ընթացքում աշխատում էի թանգարանում ու աշխատակիցները բոլորը ասում էին դու ինչու բլոգ չես սկսում, ինչու բլոգ չես սկսում ու մի օր աշխատակիցներից մեկը պատրաստում էր ամուսնանալ, մենք գնացինք իրենց տուն հյուր ու ես տեսա որ պատրաստություն օժիտ ասվածն են պատրաստել ու հիշեցի իմ մանկությունից դրվագներ, որ հարսանիքների ժամանակ օժիտ ծաղկացնել ասվածը կար, ասենց շատ հումորով սկսեցի ծաղկացնել ու իրանք նկարեցին դա ու շատ իրականում դժվար ենք եկել դրան, որ համացանցում տեղադրենք այդ վիդեոները, այո։ Ու ասեցի հենց մի հատ վատ կոմենտ կարդացի, անմիջապես ջնջում ենք։ Հետո սովորեցի, որ պետքա կոմենտ չկարդալ։ Ու արդեն սկսվեց վինետկայով աղջիկ ուզելու այդ արարողությունները, որ կա մինչև այսօր լիքը գյուղերում, սկսեցի արդեն այդ թեմաներին անդրադառնալ։ Այսինքն Անի, կարող ենք ասել, որ դու նաև որոշեցիր բլոգինգը, քո այս գործունեությունը ծառայեցնել խնդիրներ բարձրաձայնելու։ Այո, սկզբում միայն հումորային էր, հետո արդեն վինետկաներից սկսած, որ սկսեցի խոսել, պատմել, արդեն խնդիրների մասին բարձրաձայնելն էր։ Օրինակ ես շարք ունեմ այնտեղ քրիստոնեության վերաբերյալ, որ ասում եմ մենք քրիստոնյա ազգ ենք, բայց հենց երեխան լացում է կրակի վրա աղ ենք լցնում, ձայնը կտրում է երեխան, ու սենց շատ հակասական, սնահավատ բաների մասին եմ խոսում։ Ճիշտ են անում, բայց հանրությունը, թե դրանից հետո էլի սկսում են աղ լցնել կրակի վրա։ Կան մարդիկ, որ սխալ են ընկալում, օրինակ Զատկի թեմայով էի արել, սխալ էին ընկալել, բայց հիմնական մասը շատ լավ է արձագանքում ու ճիշտ է հասկանում։ Առհասարակ ինչ խոչընդոտների եք բախվել այս ընթացքում բլոգինգի շրջանակներում։ Չեմ բախվել։ Ոչ մեկ խոչընդոտ չէ։ Այդ կոմենտները չի կարդում, ինչ խոչընդոտ։ Մեկնաբանությունների դաշտեր անջատեցինք։ Հա, չեմ կարդում բացարձակ։ Մեկը գրել էր օրինակ, քեզ տանել չեմ կարողանում։ Ուղղակի գրեցի, ինձ տանել պետք չի, ես մեքենայով եմ։ Շնորհակալություն։ Թող որ միշտ ձեր գործերը այդպես լավ լինի, որ չկարողանաք մարդ տանել։ Լավ, խոսեցիք թեմաներից, որ այ օրինակ վինետկայով, հա, ձեր նշած ամուսնանալը, չգիտեմ, սա այդ թեմաները ո՞նց եք կարողանում բեղել գտնել, քչփորում եք, չգիտեմ, արխիվները, թե հորինում եք, թե տեսել եմ։
գրում են ասում են այս թեմային անդրադարձել։ Այդպես էլ է լինում։ Ընկերներ ունեմ, որ իրենք են պատմում, օրինակ վերջի ռիլս, որ պատմում եմ, որ կեսրայրը եկել է տուն, զարդ նվեր տվել հարսին, ասլա ինչի համար եք նվիրում, ասլա որ դու 3 տարվա հարս ես, ինձ հետ նույն սեղանի շուրջ չես նստել, հաց չես կերել։ Այդքան լավ հարս ես, էլի խոնար հարս ես։ Այդ պատմել են ընկերուներիցս մեկի մամայի հետ ա եղել դա։ Ու դա հետո դառնում է հումորային գիծ։ Իսկ բլոգինգում քո մասնագիտությունը օգնում է, անի որովհետև դու աշխատում ես կինոյում, թատրոնում եւ ոչ միայն որպես դերասանուհի։ Շատ է օգնում, իհարկե օգնում այն մասնագիտությունը, դա դեր է։ Ես բլոգինգում եմ դեր խաղում։ Բայց թատրոնում ու կինոյում հեշտ է, միայն դու դերի պատասխանատուն ես, իսկ այս դեպքում ամեն ինչ կարծես դու ես ստեղծում, այն միջավայրը, կերպարը իր բոլոր դետալներով։ Նկարչի աչք է պետք նաև հասկանալու համար, թե ինչ հագուստով կլինի կամ ինչ վարսեր կունենա այդ կերպարը։ Դե դու նշեցիր, որ ես թատրոնում ոչ միայն դերասանուհի եմ, նաև գրիմյոր եմ եւ ֆիլմերում եմ աշխատել որպես գրիմյոր, ու իմ մյուս մասնագիտությունը եւս ինձ օգնում է բլոգինգում, որպեսզի կարողանամ կերպար ստեղծել։ Բայց հաշալի է, մարդը դիմահարդար, ինքը իրեն կարողանում է պրոֆեսիոնալ դիմահարդարել, դերասանուհի, այսինքն կերպարների մասով մտածելու մտահոգություն չի կարող լինել, թեմաներն էլ դե շրջապատում շատ թեմաներ կան, պատմում են այդ ամեն ինչը գեղեցիկ մատուցում է։ Այ գավառի բարբարով եք շատ հաճախ նաև խոսում, դա ինչ է դե պայմանավորված։ Մայրիկիս կողմը, մայրիկիս ծնողները եղել են Գեղարքունիքից, բայց իրենք եկել են Արարատի մարզ, այնտեղ են ապրել, մայրս Արարատի մարզում է ապրել, ու ես տենց 1-2 անգամ գնացել եմ գավառ ու լսել եմ այդ բարբարը։ Ընդհանրապես լսել։ Ես նկատում եմ գուցե դայև սա էլ է ինչ-որ մի ճանապարհ, որպեսզի հանրահարչակենք մեր բարբարներին անդրադարձ ունենալով։ Բարբարները իմ ամենասիրած թեման են, չէ, մտածել եմ, իմ ամենասիրելի թեմաներն են բարբարները, որովհետև կար մի շրջան, երբ գյուղից որ գալիս էիր, անպայման պետք էր բարբարդ փոխել, որովհետև ամոթ էր։ Այդպիսի շրջան եղել է, այո։ Հիմա է որ ամոթ չի, նույնիսկ առավելություն է, ու այդ գիտեք կոմպլեքս հաղթահարելու մի ձև էր, որ ես հաղթահարել եմ, չնայած որ ես բարբարով չեմ խոսել երբևէ, բայց գյուղից գալ եւ Երևանում լինելը մի փոքր այսպես կոմպլեքսներ էր, ես դա հաղթահարել եմ ու այս բարբարի միջոցով փորձում եմ օգնել են մարդկանց, ովքեր ամաչում են իրենց բարբարից, ամաչում են, որ իրենք մարզից են, գյուղից են։ Եվ ամենակարևորը շատերին պետք է սովորացնել նաև մեր բարբարը։ Իհարկե։ Որտեվ այդտեղ քիչ առաջ որ խոսում ենք դրանից, այդ շատ համոհոտ կա։ Շատ այսպես համեմունքներ կան, որոնք որ պետք է փոխանցել նաև մեկ այլ բարբարակիր մեր հայրենակցի։ Համոհոտից բացի նաև բարբարները պատմում են մեր ով լինելու մասին, մեր հին լինելու մասին, մեր դարերից եկած լինելու մասին։ Եվ լեզվա մտածողությունն է վերջապես։ Մենք Հրանտի հետ էլ քիչ առաջ խոսում էինք, քանի որ նա էլ իր բլոգում ներկայացնում է Տավուշի բարբարը ու իր բլոգը վարում է հենց բարբարով։ Ինչպիսին է արձագանքը մյուս մարզերից։ Օրինակ, քանի որ քո դեպքում լսում են բարբարը, բայց գիտեմ, որ դու շատ արագ կարող ես լսելու օգնությամբ նաև վերարտադրել այլ բարբարներ, չեն ասում մի նյութ էլ խնդրում եմ մեր բարբարով ասում են, շատ Գյումրիից են ասում։ Այո, եւ նույնիսկ սպասենք հոլովակին։ Ասեմ, որ հայրիկիս կողմը Շիրակի մարզից է։ Ֆրանկներից են հայրիկիս կողմը Շիրակի մարզի, այո։ Ու ես ավելի շատ լսել եմ այդ բարբարը, ոչ թե Գեղարքունիքի բարբարը։ Մեր տանը ավելի շատ հնչել է մյուս բարբարը, բայց չգիտեմ ոնց ստացվեց։ Ոնց ստացվեց, բայց գավառը ավելի շատ է հնչում։ Ոչինչ, կարևորը մայրիկի կողմն է ավելի շատ հնչում։ Պետք է կռիվ գցես տանը, պետք չի քեզ։ Բովանդակությունը ինչպես է ստեղծվում։ Այսինքն հատուկ ինչ-որ սցենար ես գրում, թե հենց տեղում հիմնականում ինքնաբուխ իմպրովիզացիոն։ Այո, որովհետև ես ինչքան մտածեմ, ինչքան գրում եմ, մեկ այդ պահին նենց նոր բաներ է գալիս, որ անզոր եմ արդեն լինում։ Մեկը սցենարը մի կողմ է գնում, մոռացվում է։ Որն է ամենաբարդը բովանդակություն ստեղծելու ընթացքում։ Ստեղծել կերպարը, հետո դա նկարելը, թե մոնտաժի process-ը, որը բավականին ժամանակատար է, եւ մի քանի անգամ ես նայում հրապարակելուց առաջ քո հոլովակները։ Մի գաղտնիք ասեմ։
Ես չեմ նայում եւ չեմ նայում։ Ես չեմ սիրում, երբ որ իմ ներկայությամբ նայում են իմ վիդեոները։ Նույնիսկ։ Ես այսպես նկարեցի, լավ է, գնաց։ Ու վերջ։ Հա։ Փաստորեն պետք է ասել թիմին շնորհակալություն մոնտաժում այն մարդկանց։ Որ այդ ամենը շուտ Հա, ընկերներս են անում։ Շնորհակալություն նրանց, որ այդ ժամանակը ծախսում են եւ մոնտաժում անի հոլոմակները։ Ասեմ, որ նույնիսկ թվերին հետևում են նաեւ ընկերներս։ Ես թվերից էլ տեղյակ չեմ։ Անիսկ ամենազավեշտալի պատմությունը, որը դու շատ արագ որոշել ես վերածել հոլովակի, որն է եղել, որ հանդիպել է քեզ իրական կյանքում, կամ պատմել են գուցե։ Օ, ես բային չեմ մտաբերում։ Ասեմ, մի վիդեո ունեմ, որտեղ Սևանում ենք ու այնտեղ լողազգեստով աղջիկ երեխաներ կան ու կողքից ինչ-որ բան լսեցի, մեկնաբանություն լսեցի ու հենց այդ պահին ես նկարեցի վիդեո, որտեղ հագուստով չեմ կերպարային, կեղծամով չեմ կերպարային, խոսքով այդ պահին հենց ասում եմ սրանք մեծանան ինչ են դառնալու, մեր ազգն են խայտարակում։ Հա, այդ կոմենտ անող մարդկանց հետ կապված միտք եկա, որ դու Հա, հենց այդ պահին լսեցի, որ կոմենտ են անում ու մի անգամից սկսեցի վիդեո նկարել։ Փաստորեն այդ տեսակ մարդիկ են քեզ մոտիվացնում։ Եթե խոսենք հարցնանք մոտիվացիայի մասին, ի՞նչն է քեզ մոտիվացնում բլոգինգում, այդ տեսակ մարդիկ։ Նոր պատմություններ, այո։ Իսկ երբևէ մտածել ես, որ մի օր պետք է չի լինի քո կյանքում բլոգը։ Հա, իմ կյանքում կարա չլինի բլոգը։ Անտարբեր ես ոնց հասկանում, անի, մենք այսքան զրուցում ենք, ես հասկանում, ես այդ թվերին չեմ հետևում, ես նկարեցի, քնած, մեկնաբանություն ես դարքիկ չեմ։ Չէ, անտարբեր չեմ, բայց շատ կուզեմ, որ չլինի, որ այս բոլոր խնդիրները չլինեն, իմ բլոգը թող չլինի, ես մեծ ուրախությամբ կվայելեմ։ Ուրիշ բլոգ ասա կվարեմ, այդ ժամանակ էլ ուրիշ բլոգ կվարեմ, այդ ժամանակ ուրիշ թեմաների կանդրադառնամ։ Իհարկե, լիքը թեմաներ կան։ Ես կան։ բլոգինգը նկատի ունեի առասարակ, երբևէ մտածել եմ, որ չլինի։ Սոցիալական հարթակներ չլինի։ Սոցիալական հարթակը ես ասեմ, ես ավելի շատ սիրում եմ այսպես շփումը։ Ես ավելի կենթանի մարդ եմ։ Ես միշտ ասում եմ, լավագույն հանդիպումները, լավագույն միջոցառումները այն միջոցառումներն են, որտեղ այդ նկար չունես։ Բացարձակ նկար չկա։ Տիկին Սոֆիկի տանը հավաքվել եք կուրսով, նստել քեֆ եք անում։ Ոչ մի նկար չկա այդ օրը։ Ոչ մի նկար չկա։ Անի, բայց մեր օրերում գնալով շատ ավելի մեծ ու գերիշխող է դառնում բոլորի կյանքում սոցիալական հարթակները, հաշվի առնելով, որ շատերը իրենց կրթությունը սովորելու այդ հնարավորությունն են օգտագործում, խոսքը ոչ միայն Instagram-ի եւ այլ հարթակների մասին, առհասարակ սոցիալական ցանցերը տալիս են հնարավորություն ամբողջ աշխարհի հետ կապ ունենալու եւ այդ կապը պահելու համար։ Ինչպես ես գնահատում հետևելով նաեւ մեր բլոգերների աշխատանքը եւ արդեն ամբողջ աշխարհում հայտնիների աշխատանքը, որովհետեւ մենք փորձում ենք այդ տենդենսների հետևից հստակ ու մեծ քայլերով գնալ, բայց միևնույն է, ըստ քեզ, քո ընկերների, մեր հայ բլոգերների աշխատանքը ինչպիսին է եւ ինչ աճելու տեղ ունենք, ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որ ավելի մոտենանք այն իրականությանը, որը կա աշխարհում։ Ասեմ, ես շատ սիրում եմ, լիքը հայ բլոգերների հետևում եմ, նույնիսկ չեմ ճանաչում, բայց շատ սիրում եմ ու հետևում եմ իրենց ու իրականում մենք շատ լավ որակով կոնտենտ ունեցող բլոգերներ ունենք, իսկապես լավ որակյալ կոնտենտ ունեցող բլոգերներ ունենք ու կուզեմ, որ իրանց բլոգը ավելի մեծամասշտաբ լինի, ավելի շատ մարդիկ տեսնեն, ավելի շատ մարդիկ հետևեն իրենց, բայց այս ամեն ինչի հետ զուգահեռ նաև բլոգինգ ասվածը մի փոքր սխալ է նաև հասկացվում լիքը ուրիշ մարդկանց մոտ, որովհետև ով այսպես առավոտյան արթնանում է ու կարողանում է հեռախոսով սելֆի անել, մտածում է, որ ինքը բլոգեր է, արդեն ինչ անես նայելու են, բայց էլի կնայեն, բայց կարևոր է թե դու ինչ ես անում։ Ու իսկապես քո ասելիքը որն է։ Իհարկե, դու ինչ ես տալիս քո լսարանին։ Ու դրանով է նաև հասարակություն կրթվում, հասարակություն ձևավորվում, այդ շատ կարևոր բան է։ Իսկ եթե ոչ այն բովանդակությունը, որը հիմա ստեղծում ես, ինչ բովանդակություն կցանկանայիր ստեղծել հենց Instagram-յան հարթակի համար։ Ավելի շատ կպատմեի եկեղեցու մասին։ Ինչն է խանգարում, որ դու դա չես անում։ Սկսել եմ արդեն։ Հա։ Հա։ Իսկ ինչ երազանք ունեք։ Ինչ երազանք ունեմ։ Հա։ Ունեք երազանք։ Փայլեց աչքերը թատրոնի հետ է կապված երազանքը։ Կիսվեք մեզ հետ։ Հա, իմ երազանքներից ամենան, որ մենք ապրենք
մեր ուզած հայրենիքում, այդ կարծում բոլորիս երազանքն է։ Հարաբերական է դա, հա, հետո։ Եվ հետո դե արդեն այնտեղ Օսկար կա, բան կա։ Դե ասեք, բայց մեր տաղավարը անի ջան ուժ ունի, մեր տաղավարում ասում են դա Ես էլ մեր տաղավարի հոլովակները բայց մինչև Օսկարին հասնել ես ուզում եմ շատ որակյալ ֆիլմում նկարահանվել։ Լավ։ Եվ որակյալ ներկայացումներում խաղամ։ Լիքը դերեր եմ ուզում եմ այսպես դերասանի այն լավ զբաղվածությունը, այն որ առավոտյան գնում ես փորձի, հետո նկարահանման, հետո երեկոյան վազում ես, ներկայացում ես խաղում, գիշերը հետ ես գնում նորից նկարահանման հրապարակ, այսպես անվերջանալի ցիկլ։ Բայց կարգու կանոնով, չէ՞։ Հա, իհարկե։ Հա, դե հիշում ենք Հստակ գրաֆիկը։ Հստակ գրաֆիկ։ Անի, մենք խաղ ենք պատրաստել, որպեսզի միասին խաղանք։ Դու համաձայն ես բոլոր օրենքներին։ Հա, իհարկե։ Բոլոր օրենքներին համաձայն ես։ Ապրես դու։ Վստահում եմ շատ դրական աղջիկ ես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն վստահության համար, բայց պիտի ասենք, որ այս խաղը մեզ համար է խաղ, քեզ համար փորձություն է, որովհետև մենք վայելելու ենք պարզապես արդյունքը։ Չէ, քեզ համար էլ է խաղ, ինչի։ Դե լավ։ Հագեցած գրաֆիկ էր ուզում։ Այո, շատ հագեցած գրաֆիկով աշխատող դերասանուհու ենք տեսնել։ Գուցե քեզ շատ քո նշած պրոֆեսիոնալ ներկայացում ասեցիր, որակյալ մի ներկայացման որակյալ ռեժիսոր կնկատի կամ որակյալ ֆիլմի որակյալ ռեժիսոր սցենարիստ կնկատեն եւ քեզ շատ որակյալ առաջարկ կանեն։ Շատ որակյալ։ Շատ որակյալ։ Հա, դե ամեն առումներով էլի, շատ որակյալ առաջարկ։ Ցանկանում եմ նաև փոքրիկ ինտրիգ բերել այս խաղ, խնդրելով Անին, որ շատ հետաքրքիր եւ քո բովանդակությանը, այն բովանդակությանը, որը ներկայացնում ես սոցհարթակներում, հենց այդպիսի հումորով հագեցած լինեն քո տարբերակները։ Սիրով։ Հա, դե ես էլ դերասանական խաղ եմ նկատում, քեզ շատ լավ սենսուխ։ Քո ողջ գունապնակը կարող ես ներկայացնել։ Ներկայացնում ենք իրավիճակ, դու պետք է մարմնավորես այդ կերպարին ընդամենը մի քանի րոպեով։ Հասկացա։ Պաշտե։ Համաձայն ես։ Պաշտե։ Հիշում ես, չէ՞։ Համաձայնվել ես, լավ։ Իրավիճակ, երբ քմահաճ կինը հայտնվում է ակումբում։ Բարձր երաժշտություն, շատ լույսեր։ Եթե քմահաճը, ահա։ Փոխեք բաժակը, այստեղ ջրի հետք եմ տեսնում։ Աղմուկը շատ է, խնդրում եմ դադարեցնել մի փոքր, կամացեցրեք, հա ինձ։ Հեռու, մի փոքր հեռու բարեք, դուք գիտեք, դուք իմ զարդերի արժեքը գիտեք, որ այսպես մոտ եք կանգնում ինձ։ Անվտանգություն, խնդրում եմ ինձնից հեռավորություն ասեք պահպանեն, լավ։ Այս ինչ հոտեր են։ Ինչու գանի մեծ չի էստեղ ձեր ասվիժից ելը, ինչ են ասում հայրեն, ես ուղղակի հայրեն վատ եմ խոսում։ Ռուսական կրթություն է ձեր մոտ վստահ եմ։ Ոչինչ։ Շատ լավ։ Ոչինչ, հաջորդ իրավիճակը կասեմ։ Ու ես իմ հայտարարակ ռուսերենով հանդես կգամ։ Իրավիճակ, երբ ազնվական կինը հայտնվում է բանակի քեֆում։ Ծարավ չեմ, ես այսպես կնստեմ, դեռ երկար պետք է մնանք, չէ շնորհակալություն, ես դայետ եմ անում, Ինչ եմ անում, դայետ, լավ, ներողություն մենք պետք է գնանք երեկոյան մեր վալսի ժամն է, հաջողություն, լավ ես։ վալսի ժամը։ Վալսի ժամը։ Երրորդ իրավիճակը, իրավիճակ, երբ ռաբից լսող կնոջը, պատկերացրեցիք, չէ՞, շատ էս ֆիրմային լավ մեքենա, լավ դիմահարդարված, տեղը տեղին։ Ես կասեի շատ դիմահարդարված։ Լավ տեղը տեղին դիմահարդարված։ Որ թարթիչները չի կարում այնքան շատ, հա, ներքև է միշտ։ Հա, ստեղ էլ ծաներ, սաղ ծաներ է։ Այդ ոբլա ձուկը, այո։ Իրավիճակ, երբ ռաբիս լսողին ստիպողաբար տարել են օպերային թատրոն։ Կարապելիչ բալետ է նայում։ Կարապելիչը բալետային ներկայացումն է եթերում։ Թաթուլի մուտքը երբ, հա? Չի գնալու։
կաշի գորացող մորքուր բան չի լինելու ստեղ։ Չէ։ Լավ, իսկ հաց չեն տալու ստեղ ուտենք ուղակի։ Սուշի եմ ուզում։ Կարապի մսոս։ Կարապի մսոս։ Լավ շարմա են տալի ենք ուղ։ Չի լինելու։ Այսպես։ Երխուշտա։ Այդ գիտի էլի, բայց այդ գիտի, երխուշտան լսելա։ Ինքը ռաբիս լսում է, երխուշտան գիտի, մի հատ երխուշտան լիներ։ Ինձ ասել էին տենց բանա լինելու, չէ՞։ Լաչարա էլի ամեն դեպքում ինքը։ Ձայնը գնալով բարձրանում է։ Հա։ Ու կողքից մեկը նկատողություն է հենց այս բանը անում, պատկերացրու դու 10-րդ թեկին լրեք ներկայացում։ Ներկայացումը նայի, նայելու համար է, լսելը ինչ կապ ունի ստեղ։ Շոկա, տոթաստեղ, ասականցյան ներները միացնում են։ Իմ համար։ Ու դիրիժորը ներվայնացնում է։ Հա, այդ ինչա փեդը հատանում, բայց հիմա չեմ տեսնում։ Սենց քնածիկով չեմ տեսնում։ Իսկ եթե հետաքրքրի դիրիժորը։ Լավն է, վատը չի։ Տանենք տուն, գիտես, աղջիկս ասեմ, առավոտները սենց կանեք ուրախանան երեխեքը։ Համ դրան վերցրո տանենք տուն։ Պատրաստավոր եք, հա։ Փոխարեք ունենա, որ անընդհատ կշռխկացնի ու այդ չես լսի, էլի։ Այ, շնորհակալություն Անի։ Սա էլ էսպես։ Մեր փորձությունները հաղթահարելու համար, բայց քանի որ Հրանտին վերջում էլ առաջադրանք էինք խնդրել, որ իրականացնի, Հրանտը ողջունեց մեր հեռուստադիտողներին, Անիին էլ կարող ենք խնդրել իր կերպարով, արդեն ոչ թե առաջադրված հանգամանքներով եւ խնդիրներով, այլ քո սիրելի այն ծաղկացնող կնոջ կերպարով խնդրում ենք, ասես հաջողություն մեր հեռուստադիտողներին, մեծ մի փոքր երկար հրաժեշտ տալով։ Իմ ազիզ քրեր, իմ լավ ժողովուրդ, ես ձեզ ցանկանում եմ, որ մենք իրոքիները ձեր խմորեն ենք լավ անցնի, ազիզներ ջան, էտա եկերի մեր գյոզալ ժողովրդի կուշտը, էտա մոնեիս, գիտում եք իմ մոլ եմ սիրում, ես հլը գիտում եք երբ այնց եմ ճանչնում, այդ ճիշը որ գալում էր մեր տուն էթում էր, դուք ուրիկ, չկիք, հլը ձեզ չի ճանչնում, դուք էլ մոնեիս չիք ճանչնում, չէ մոնե ջան, ազիզ ջան, Էտա ես եթերին ցանկանում եմ անխափան եթեր, լավ լնեք, ծլեք, ծաղկեք, բարգավաճեք, ավելի զարգանաք, ձեզի լավ բաներ լինի, ազիզ ջան, ես ձեզ շատ եմ սիրում, գրացի, ինչ ասեմ, տեղին որ պետք է չուկ անենք, այսպես, հասոք, ապրեք, քո տեղն եմ, կացրե, Շատ շնորհակալություն, այս բաժակով էլ խմենք, ինչ եմ ասում։ Շատ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, որ մեր հյուրն եք։ Իրականում այո, պետք է հաճախ խոսենք։ Եթե անկեղծ ես այսօրվա մեր առավոտ լսող վիկենդի շրջանակներում հասկացա հետևյալը մի կարևոր փաստ, որ պետք է հաճախ խոսենք բարբառներով, պետք է կարողանանք այդ համն ու հոտը փոխանցել մեկը մյուսին, կիսվելով թե մենք մեր բարբառներով, թե ազատ ու անկաշկանդ լինելով, ինչու ոչ։ Ախր անկեղծ դրանով հայ ազգը, հայ տեսակը հետաքրքիր եւ առանձնացվող իր ամբողջ շնորհքի տաղանդի նաեւ բարբառների շնորհիվ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու, հանգստյան օրվա առավոտը մեզ հետ անցկացնելու համար, իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ լսենք երաժշտություն։